Ռուս-ուկրաինական պատերազմում գրեթե կես միլիոն ռուս զինվոր է զոհվել։ Այս թիվը հայտնել է Մեծ Բրիտանիայի էլեկտրոնային հետախուզության և կիբերանվտանգության ծառայության տնօրենը։ N. Քրիստ Բատլերի հայտարարությանը Կրեմլը չի արձագանքել։ Ռուսական հարվածներից Օդեսայում 11 մարդ վիրավորվել է, նրանց թվում այրվածքներով և գլխի բեկորային վնասվածքներով երեխաներ կան։ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ վիրավորներից 3-ը ծանր վիճակում են։ Հարձակումը 1800 քառակուսի մետր տարածքում հրդեհի պատճառ է դարձել, վնասելով քաղաքի մարդաշատ հատվածներում գտնվող առևտրային շենքերը, հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Ռուսական հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահը Թրամփից օդային պաշտպանություն է խնդրել։ Զելենսկին հայտարարել է, որ նամակ է գրել Թրամփին և Միացյալ Նահանգների կոնգրեսին։ Reuters-ը հայտնում է, որ նամակում Զելենսկին ռուսական հրթիռներից պաշտպանվելու համար Patriot համակարգեր է խնդրել։ Հատուկ նամակ են պատրաստել Միացյալ Նահանգների նախագահին և կոնգրեսին։ Իրավիճակը հիմա արագ և արդյունավետ գործողություններ է պահանջում։ Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային։ Տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ հասկանում է, աշխարհի ուշադրության կենտրոնում հիմա Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունն է, բայց ուկրաինական ճակատում շարունակվում է արյունահեղությունը։ Որքան արագ կարողանանք պաշտպանվել բալիստիկ սպառնալիքներից, այնքան շուտ կկարողանանք դիվանագիտական ուղիներ գտնել։ Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է հույսը հրթիռների վրա դնել, նա հետաքրքրված չի լինի դիվանագիտությամբ։ Ամերիկայի հետ կարող ենք շտկել սա։ Ուկրաինան շնորհակալ է Ամերիկային աջակցության համար, ավելի շնորհակալ կլինի արժանապատիվ խաղաղության և երաշխավորված անվտանգության համար։ Ամերիկյան Patriot-ներ ունենալու մշուշոտ հույսով Ուկրաինան ֆրանս-բրիտանական մեծ հեռահարության թևավոր հրթիռներն է գործի դրել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Storm Shadow հրթիռներով հարվածել է Туапսեի նավթավերամշակման գործարանին։ Կիևը պնդում է, տարեկան մոտ 12 միլիոն տոննա նավթ վերամշակող գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Մոսկվան հայտնում է Ուկրաինայի դրոնային հարձակման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը տասնյակ դրոններ են ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի օդային տարածքներում։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։